Մեր սիրտը ծռվել է։ Մենք հեռացել ենք Աստծո չափանիշներից, այն անխախտ չափանիշներից, որոնցով պետք է գնայինք։ Մեր մեջ դառ արմատ է մտել, վիրավորանքների նեղվածության պատճառով, ու մեր մտքերն են ծռվել, մեր սրտերն են ծռվել, մեր նկատառումներն են ծռվել։ Կա Տիրոջ ողորմությունը նորից վերականգնելու, երբ որ մենք շատ խոնարհվենք նրա առջև եւ խնդրենք մեր Տիրոջ, մեր Աստծո անունը, կանչենք նրա անունը, նա կփրկի, կբժշկի, կվերականգնի, կազատագրի, նորից կզորացնի, նորից կկանգնացնի։ Թվում էր, գուցե Մանասեն մտածում էր, որ վերջացավ, այլևս թշնամու մոտ գերի է, էլ ինչ թագավորության մասին կարելի է երազել, էլ ինչ վերականգնված ծառայության մասին կարելի է երազել, էլ ինչ Աստծո նոր շարժի մասին կարելի է մտածել, բայց Տերը շատ ողորմած է, որ մեր չափանիշներով չի չափում, որ մեր նման չի մտածում, եւ ասում է, Մանասեն շատ խոնարհվեց եւ Տերը դարձրեց նրա գերությունը նորից իր թագավորության, նա իր թագավորության մեջ չմտավ մարդ որպես հասարակ քաղաքացի, նա նորից թագավոր մտավ, բայց այս անգամ ինչ արեց ապաշխարության պտուղը Մանասեի կյանքում կար, նորից վերացրեց այդ կորքերը, նորից ժողովրդին կենթանի Աստծուն պաշտել տվեց, նորից փոխեց ամեն ինչ եւ նա զորացավ